Եվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնել ու անկե ետքը դատաստան։ Եբրայեցիս 9-րդ գլուխ 27-28 համարները։ Նույնպես ալ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեցավ շատերուն մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար, անոնց, որոնք անոր կսպասեն։ Նրանց համար, ովքեր որ սպասում են Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Մարդու համար սահմանված է մեկ անգամ մեռնել, նրանից հետո դատաստան։ Աստծո խոսքը շատ հստակ է ասում, որ յուրաքանչյուր մարդ, որ ծնվում այս աշխարհ է գալիս, Ադամից հետո սկսած յուրաքանչյուր մարդ մեղավոր էությամբ է գալիս, ադամական մեղքով է գալիս։ Մեղքը հեռացրեց մարդուն Աստծո ներկայությունից, Աստծո սիրուց հեռացրեց, բայց Աստված շարունակեց սիրել մարդուն։ Եվ մինչև այսօր էլ Աստված շարունակում է մարդուն սիրել, բայց մեղքն է, որ ատում է, եւ մեղքն է, որ Աստծո սրբության մեջ տեղ չունի։ Ուրեմն Աստված, քանի որ սուրբ է, ինքը միակ դատավորը լինելով, արդար դատավորը լինելով, յուրաքանչյուրին մեղքի պատճառով պիտի պատժի։ Եթե մենք պատժվեինք մեր մեղքի պատճառով, մենք այսօր այստեղ չէինք լինի։ Վարկենական Աստծո առջև պիտի մեռած լինենք։ Ադամից սկսած մարդիկ պիտի մեռնեին, բայց քանի որ պետք էր պատժվեր որևէ մեկը, Տեր Հիսուսը վերցրեց այդ պատիժը։ Եվ Տեր Հիսուսը իր վրա վերցնելով մեր հանցանքները, մեր պատիժը խաչը բարձրացավ։ Եվ մեր մեղքերը իր վրա վերցնելով խաչափայտի վրա իր սուրբ այրունը թափեց։ Եվ ինքը եղավ միակ փրկության միջոցը մարդկանց համար։ Բայց մենք մեր երջանիկ հույսին սպասելով հաջորդելու է մեր սրբերի հափշտակությունը, ինչպես խոսեցինք սրանից առաջ, եւ դրանից հետո Քրիստոսի ատյանը կամ դատաստանը։ Այսօրվա մեր նյութը Քրիստոսի ատյանն ու դրա անհրաժեշտությունը։ Միասին պիտի փորձենք նայենք։ Ուրեմն Քրիստոս իբրև քահանայապետ, որպես փրկիչ
եկավ այս աշխարհ, որպես քահանայապետ մուտք գործեց սրբության սրբոցի վարակույրը պատրվեց, իր զոհը ընդունվեց Հայր Աստծո կողմից, մշտնջնավոր հավիտենական զոհ, իրենից բացի ուրիշ զոհեր պետք չի մարդու փրկության համար։ Եվ հիմա Տիրոջ զավակների համար որպես բարեխոս Հոր Աստծո աջ կողմը նստած եւ բարեխոսում է իր զավակների համար։ Ուրեմն անապաշխար մարդկանց համար Քրիստոս որպես քահանայապետ, որովհետև դեռ իրենք մեղքերը չեն խոստովանել եւ դեռ ապաշխարության կարիք ունեն։ Քրիստոս որպես քահանայապետ եւ փրկիչ, իսկ հավատացյալների համար Քրիստոս որպես բարեխոս Հոր Աստծո աջ կողմը նստած։ Ուրեմն ժամանակ պիտի գա եւ դա ատյանից քրիստոնյաների Քրիստոսի ատյանից պիտի սկսվի, որ այդ իրավասությունը Տերը պիտի տա, Հայր Աստված պիտի տա Տեր Հիսուս Քրիստոսին որպես դատավոր, որ մեզ դատի եւ ոչ թե դատելը դատապարտություն է, սրա մասին քիչ հետո կնայենք, այլ պիտի դատի մեր առօրյա այսօրվա կենցաղը եւ ծառայությունը, որ մենք կատարում ենք այս երկրի վրա։ Ուրեմն այս նյութը շատ զգուշությամբ պիտի փորձենք միասին ուսումնասիրենք եւ տեսնենք, թե ինչ է ասում Տիրոջ խոսքը, որովհետեւ Աստծո խոսքով է, որ պիտի արժև գնանք այս ատյանի համար։ Աստվածաշնչի մեջ տեսնում ենք բազում եւ բազմաթիվ դատավճիռներ, որ Աստծո կողմից եղավ մարդկության համար այս երկրի վրա։ Օրինակի համար Ադամն ու Եվան, երբ մեղք գործեցին, Եդեմական պարտեզից Աստծո ներկայությունից վտարվեցին, մեղանչեցին եւ վտարվեցին։ Օձը, երբ անիծվեց եւ սկսեց սողալ եւ քրական դարձավ Տիրոջ առջև եւ չխոստովանեց Տիրոջ առջև եւ թափառեց, սկսեց թափառական լինել։ Նոյի ժամանակ, որ մարդիկ Աստծո դատաստանին արժանացան, Բաբելոնի խառնակությունը, Սոդոմ Գոմորի ժողովուրդը, Եգիպտոսը, որ պատուհասները հասավ եւ դարձյալ չապաշխարեցին, մինչեւ անգամ Կարմիր ծովը եկավ եւ ծածկեց իրենց։ Իսրայել ժողովրդի այդ սերունդը, որ անապատ մտավ եւ 40 տարի անհավատարիմ մնալով Տիրոջ առջև մեղանչեցին եւ Տիրոջ դատաստանին արժանացան, որովհետեւ Տերը ասեց, որ այս սերունդը խոստացյալ երկիրը պիտի չհասնի կամ չմտնի։ Եվ այսպիսի բազում օրինակներ սիրելիներ, ինչպես նաև մեր օրերի եւ մեզանից հետո եկող սերունդները, այն ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ, պիտի արժանանան Տիրոջ դատաստաններին, եւ Աստծո դատաստանները միշտ արդար ու ճշմարիտ են, ինչպես եւ հայտնության մեջ են կարդում, Հայտնություն 16-րդ գլուխ եւ 7 համարը այսպես է կարդում, եւ մենք էլ կարող ենք այս բազմության հետ բացականչել հետեւյալը. եւ սեղանեն լսեցի, որ կսեր, այո, ամենակալ Տեր Աստված, քու դատաստանները արդար ու ճշմարիտ են։ Աստծո դատաստանները արդար ու ճշմարիտ են եւ աչառություն չկա։ Ուրեմն մենք իբրև Տիրոջ զավակներ, մեր դատաստանը, որ կոչվում է Քրիստոսի ատյան, բացառապես վերաբերվում է հավատացյալներին։ Եվ մենք էլ մինչև այնտեղ հասնելը, մինչև Քրիստոսի ատյանին հասնելը, պետք է քննենք մեր անձերը այս երկրի վրա։ Ով եմ ես, ինչ եմ անում ես, որտեղ եմ ես, արդյոք Քրիստոսի մեջ եմ, արդյոք հավատարիմ եմ Քրիստոսին, թե Տիրոջից հեռու եմ ապրում։ Շատ հստակ է Աստծո խոսքը ասում։ Նախ պետք է հասկանանք հետևյալը. ես մեղավոր մեկն էի եւ իմ մեղքերի փոխարեն իմ հանցանքների պատիժը, այսինքն իմ դատապարտությունը, որ ես մահվան էի դատապարտված, հավիտյանս հավիտենից Տիրոջից պիտի հեռանայի, դժոխք պիտի գնայի իմ մեղքերի համար, Քրիստոս խաչապայտի վրա վերցրեց եւ ինձ համար իմ պատիժը կրեց։ Եսայա 53:5-ի մեջ այսպես են կարդում, Եսայա 53:5
Բայց անիկա մեր մեղքերու համար վիրավորվեցավ եւ մեր անօրենություններուն համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Քրիստոս որպես քահանայապետ եւ մեր մեղքերը իր վրա վերցրեց։ Հետևաբար, եթե ես ընդունել եմ Քրիստոսի կատարած գործը, հետևաբար երբեք դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներին։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 1-ին համար։ Դատապարտությունը, սիրելիներ, արդեն դատավճիռն է, որ պետք է կայացվի։ Դատը կամ ատյանը, որ լինում է դատավարություն եւ դատապարտություն, տարբեր բաներ են։ Դատավարությունը դեռ գործընթացն է, որ լինում է։ Չգիտեմ, եթե դուք մտել եք որևէ հարցով դատավարության մեջ, կիմանաք արդեն ինչ եմ ասում։ Ուրեմն դատավարությունը գործընթաց է, որ կատարվում է, բայց դատապարտությունը այլևս հաստատված, ֆիքսված եւ այլևս որոշված որոշում է, որ Հայր Աստծո կողմից պիտի լինի։ Բայց Քրիստոս Հիսուսով եղողներին Տիրոջ շնորհքով այլևս դատապարտություն չկա։ Ուրեմն հավատացյալները ոչ միայն զերծ պիտի լինեն դատվելուց կամ դատապարտությունից, այլ նաև ուրիշներին դատելու գործի մեջ բաժին պիտի ունենանք։ Դրա մասին են կարդում Առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 1-3 համարների մեջ։ Եվ Պողոս առաքյալը հստակ ասում է, չգիտեք, որ մինչև անգամ պիտի նստեք աթոռներին եւ մինչև անգամ հրեշտակներին պիտի դատեք։ Հայտնության մեջ կարդում ենք, որ աթոռներ տրվեցին եւ դատավարություն եղավ։ Ուրեմն Տերը այդ իրավունքը պիտի տա իր ժողովրդին, իր զավակներին, որպես դատավորներ կամ ատյանի արչև դատավարություն անելու։ Եվ սա անցյալն էր, որ իմ մեղքերը ներվեց, խոստովանեցի, Տիրոջը դարձա։ Հիմա, որ ապրում եմ ներկայի մեջ, Տիրոջ զավակը պետք է ամեն օր ինքը իրեն դատի։ Ու ինչի շուրջ, Աստծո խոսքի շուրջ, Աստծո խոսքի առջև անաչառ անձնաքննություն պետք է կատարի եւ անկեղծ խոստովանություններով աշխատի քրիստոնեավայել կյանք ապրել թե Աստծո առջև եւ թե մարդկանց առջև։ Երկրորդ Կորինթացիս 13-րդ գլուխ 5 համար։ Երկրորդ Կորինթացիս 13:5 Փորձեք ձեր անձերը, թե հավատքի մեջն եք, քննեցեք ձեր անձերը, չեք գիտեր, թե Հիսուս Քրիստոս ձեր մեջն է, միայն եթե անպիտան չլաք։ Փորձեք անձդ, անձդ փորձիր, Տիրոջ խոսքի առջև, երբ որ կարդում ես աղոթքով արի, Տեր, միտքս, սիրտս բացարա։ Անձս ուզում եմ փորձաքննության ենթարկեմ քո խոսքիդ առջև։ Միակ տեղն է, որ փախուս չունենք։ Աստծո խոսքը հայլի է նմանեցնում եւ երկսայրի սրի է նմանեցված։ Միակ տեղն է Աստծո խոսքը, որտեղ տեսնում ես քո անձի թերությունները, քո սխալ վիճակները, քո ճիշտ վիճակները եւ միակ տեղն է, որ կարող ես խոստովանել Տիրոջ առջև։ Ուրեմն Պողոս առաքյալը հորդորում է հավատացյալներին, որ քննեն, ստուգեն իրենց հավատքի իսկությունը։ Արդյոք հավատքի մեջ ես, արդյոք ճիշտ ուղու վրա ես։ Ողբ Երեմիա 3-րդ գլուխ 40-41 համարներ։ Ողբ Երեմիա 3-րդ գլուխ 40-41 համարներ։ Մեր ճամփաները քննենք ու փորձենք եւ Տիրոջը դառնանք։ Մեր սրտերը մեր ձեռքերուն հետ երկինք Աստծո վերցնենք։ Ճանապարհները քննել, ինքնակննություն։ Այս համարի մեջ վերադարձի եւ ապաշխարության կոչ կա։ Աստծո խոսքի մեջ ինքնակննությունը ներառում է հետեւյալ կետերը։ Առաջինը սրտի քննություն։ Սրտի քննություն։ Արդյոք իմ սիրտը մաքուր է կամ իմ սիրտը Տիրոջ առջև ուղիղ է։ Առաջինը սրտի քննություն։ Երկրորդը հավատքի քննություն։ Հավատքի քննություն։ Արդյոք ես ապրում եմ այն հավատքով, որ դավանում եմ։ Տեր Հիսուսն ինչ ասեց. ամեն Տեր ասող չի, որ պիտի մտնի երկնքի արքայություն։ Շատ խիստ է Աստծո խոսքը, բայց
քննություն։ Արդյոք այդ հավատքը, որ ես ընդունում եմ, ես կարդում եմ, բացառապես Աստվածաշունչը ընդունում եմ որպես աստվածային հեղինակություն։ Թե ուզում եմ կողքից էլ ուրիշ ավանդույթներ, պատմվածքներ կամ ավանդույթները բերեմ եւ այս անխարդախ կաթի հետ խառնեմ։ Ոչ երբեք, սիրելիներ։ Ուրեմն հավատքի քննություն։ Հաջորդ գործերի քննություն։ Գործեր։ Արդյոք իմ գործերը համապատասխանում են Աստծո պատվիրաններին։ Արդյոք իմ գործերը համապատասխանում են իմ հավատքի քայլերին։ Հավատք գումարած գործեր։ Հավատքը առանց գործերի ինչ է։ Մեռած է։ Բոլորս գիտենք։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե մեկին ասես սիրում եմ քեզ եւ գործով չես ցույց տալիս, եթե Տեր Հիսուսը այդպես վարվեր մեր հետ, մենք այսօր փրկություն չենք ունենա։ Տեր Հիսուսը գար, բոլորին սեր խոստանար, բոլորին բուժեր, բժշկեր, մաքրեր, իրենց հիվանդությունները եւ այլն եւ գնար աշխարհից։ Մենք այսօր փրկություն չենք ունենա։ Բայց երբ որ Տեր Հիսուսը սիրեց մարդուն եւ ասում է մինչեւ վերջ սիրեց, ում սիրեց, իրեններին սիրեց եւ աշխարհը սիրեց, Աստված այնպես սիրեց աշխարհը եւ ցույց տվեց սա գործնականով։ Ուրեմն կարևոր է եւ եթե այս բոլորը ես քննության առջև եմ բերում Տիրոջ խոսքի առջև եւ եթե բաներ կա որ թերի է, պակաս է իմ մեջ, պետք է ապաշխարություն ունենալ, սխալ վիճակները տեսնելուց հետո խոնարհվել, զղջալ, խոստովանել եւ շտկվել, ուղղել։ Այո, մարդու կյանքում ապաշխարությունը մեկ անգամ է լինում, բայց խոստովանությունները, շտկվելը, սա մեր հավատքի քայլերն են, որ ամեն օր, ինչպես որ ամեն օր հաց ես ուտում, ինչպես որ ամեն օր լվացվում ես եւ չես էլ հաշվում քանի անգամ լվացվեցիր։ Ուրեմն միշտ այդ սենսորը պետք է աշխատի մեղքի հանդեպ, որ չլինի թե կոշտանա, այստեղի կոշտուկների նման լինի, որ այլևս մեղքին ես չկարողանամ դեմ կանգնել։ Ամեն օր պետք է այս խոստովանությունը ունենամ Տիրոջ առջև, ինչպես որ Սաղմոս 139-ի մեջ են կարդում 23-24-ը, փորձեզիս ով Աստված, ու գիտիր իմ սիրտս, զիս քննե ու իմ մտածմունքներս գիտիր եւ նայե թե արդյոք չար ճամփու մեջ եմ եւ զիս դեպի հավիտենական ճամփան առաջնորդե։ Ուրեմն այս փորձաքննությունը, որ անցնում ենք, ոչ թե դատապարտում է, այլ մաքրություն է, այլ նորոգություն է, ինչպես որ կարդացինք եւ Տիրոջ խոսքը մեզ այսպես է սովորեցնում։ Եթե մենք հետևողական չլինենք մեր հոգևոր կյանքին, եթե մենք չքննենք մեր կյանքը, ուրեմն Հայր Աստված, քանի որ սիրում է մեզ եւ խրատում է մեզ, ինքը պիտի միջամտի եւ զանազան կերպերով եւ երբեմն էլ ցավոտ եւ դառը պիտի լինի մեզ համար, դարձյալ ի բարօրություն մեր անձերի համար։ Եթե Հայր Աստծո միջամտությունը լինի, երբեմն ցավոտ է լինում։ Դրա մասին են կարդում Առաջի Կորինթացիս 11-րդ գլուխ 29-ից 32 համարներ, շատ հայտնի հատված, որտեղ որ ամեն ամսվա սկզբի մենք Կիրակի օրը, որ պաշտամունք ենք ունենում հաղորդության Սուրբ Սեղան, միշտ գրեթե այս հատվածն են կարդում։ Ուրեմն շատ կարևոր համարներ կան այստեղ, Առաջի Կորինթացիս 11-29-ից 32։ Վասնզի անոր անարժանաբար կուտե ու կխմե։ Մենք ինչ ենք անում, հացը գինին ճաշակելով Քրիստոսի հետ այդ մեր մեկությունն ենք հաստատում։ Քրիստոս սուրբ է, եւ եթե ես անսուրբ կյանքով եմ մեկանում, եթե ես անսուրբ կյանքով եմ մոտենում հացին եւ գինին, ուրեմն տեսեք խոսքը ինչ է ասում, ան որ անարժանաբար կուտե ու կխմե, իր անձին դատապարտությունը կուտե ու կխմե, վասնզի Տիրոջ մարմնի իմաստը չի որոշում։ Այսօր համար ձեր մեջ շատ հիվանդներ, ցավագարներ կան եւ շատերն ալ կննջեն, ոչ թե կմեռնեն, կգնան դժոխք կգնան, ոչ, սա բացառապես հավատացյալներին է խոսում։ Աստծո ամենախիստ պատիժը, եթե այսպես ասենք, իր զավակի համար հավատացյալի ննջելն է։
Վասնզի եթե ինքս ինքնից դատելու ըլլայինք, պիտի չդատապարտվենք։ Մարդուն երբեմն ասում ես, այսինչ բանը սխալ արեցիր, փոխարենը ինքը իրեն քննի, հասկանա, զգա, տեսնի ճիշտ է արել, թե սխալ է արել, ինքը իրեն չի դատում։ Ինչ եմ արել որ։ Եվ շատ այսպիսի վիճակներ են լինում։ Ուրեմն եթե մենք մեզ ինքս ինքնից դատելու լինենք, պիտի չդատապարտվենք, իսկ երբ կդատվենք, Տիրոջ մեն կխրատվենք, որպեսի աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն Տերը իր զավակներին առանձին դատաստան ունի, եթե այսպես ասենք, առանձին ատյան ունի, եւ սա տեսնում ենք Աստծո խոսքի մեջ։ Բայց այս բոլորից բացի, ատյանի ժամանակ հավատացյալները պիտի լսեն կամ մեղադրանք, կամ գովասանք եւ պիտի ստանան վարձատրություն, կամ պիտի կրեն կորուստ, այսինքն ձեռնունայն երկինք պիտի մտնեն։ Ուրեմն մեր ատյանը, որ տեղի պիտի ունենա, վարձատրության տեղ է, ոչ թե դատապարտության։ Սա դատարան է, որտեղ որ Տեր Հիսուս պիտի ներկայանա իբրև դատավոր, մենք իր զավակները լինելով որպես վարձատրություն պիտի վայելենք Տիրոջը։ Առաջի Կորինթացիս դարձյալ 3-րդ գլուխ 13-ից 15 համարներ։ Առաջի Կորինթացիս 3 13-ից 15։ Ամեն մեկուն գործը հայտնի պիտի ելա, քանզի օրը Երևան պիտի հանե, վասնզի կրակով պիտի հայտնվի, եւ ամեն մեկուն գործին ինչ տեսակը լալը կրակը պիտի փորձե, եթե մեկուն շինած գործը մնա, ինք վարձք պիտի առնե։ Սա ատյանի մասին է խոսքը։ Եվ եթե մեկուն շինածը այրի, անիկա վնաս պիտի քաշե, բայց ինք պիտի ազատի, սակայն այնպես իբր թե կրակի մեջ են ելած է։ Եվ արդեն խոսում է, որ դուք Աստծո տաճար եք եւ դուք Աստծո Սուրբ Հոգին եք ձեր մեջ եւ մաքուր պահեք Աստծո տաճարը։ Ուրեմն ամփոփելու համար այս բաժինը անցյալում մենք իբր մեղավորներ խաչի վրա մեր մեղքերը Տեր Հիսուս Քրիստոս վերցրեց եւ դատվեցինք, այլևս մենք Քրիստոսին ենք պատկանում, Քրիստոս մեր մեղքերը դատեց, Քրիստոսի ձեռքով դատվեցին մեր մեղքերը։ Հիմա իբրև որդիներ պարտավոր ենք մենք մեզ անաչառ կերպով քննել Տիրոջ խոսքի առջև եւ իբրև երկնքի ժառանգակիցներ նախ պիտի դատվենք Քրիստոսի ատյանի առջև։ Երբ պիտի լինի այս դատաստանը եւ ուր որոնք են դատվելու եւ ինչ պիտի լինի հետևանքը։ Կորինթացիս 4-րդ գլուխ 5 համարը այսպես է ասում. ուրեմն ժամանակից առաջ դատաստան մի անեք, մինչև գա Տերը, որ խավարի գաղտնիքը լույսի պիտի հանե, սրտերի խորհուրդները հայտնի պիտի անե եւ այն ատեն ամեն մեկի գնահատությունը Աստծո պիտի լինի։ Մեր գնահատությունը ոչ թե այստեղ պիտի լինի, Հայր Աստծո կողմից ոչ թե գովասանքը այստեղ այս երկրի վրա պիտի լինի, այլ այստեղի կատարած գործերը Տերը երկնքում պիտի վարձատրի։ Ուրեմն երբ Տեր Հիսուս հայտնվի, այդ դատավարության իրավասությունը իրեն պիտի տրվի։ Եվ Պողոս առաքյալը շատ գեղեցիկ է ասում 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ 8 համարի մեջ։ 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ 8 համար։ Ասկե հետո կա ու կմնա ինձ արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձ այն օրը։ Ոչ միայն ինձ, փառք Տիրոջը, որ ոչ միայն Պողոս առաքյալին, ոչ միայն ինձ, հապա այն ամենունալ, որ սիրեցին անոր հայտնվելը։ Ուրեմն Տերը պիտի իր արդարության պսակները տա մեզի, եթե հավատարիմ մնանք։ Հայտնություն 19-րդ գլխի մեջ կարդում ենք գառնուկի հարսանիքի կամ հարսի պատրաստվելու մասին։ Եվ այսպես են կարդում 19-7-ի մեջ. խնդանք եւ ուրախանանք ու փառք տանք անոր, քանզի գառնուկի հարսանիքը հասավ ու անոր կինը ինքզինք պատրաստեց։ Երբ ենք պատրաստվում, այս երկրից սկսած ամենավերջի պատրաստությունը երբ պիտի լինի ատյանի ժամանակ։ Հափշտակության ընթացքում այդ 7 տարվա նեղությունը մինչ այս երկրի վրա պիտի լինի, այդ 7 տարվա ընթացքում Տիրոջ ատյանը
տեղի պիտի ունենա օդի մեջ մեր վարձատրությունը։ Ուրեմն այս պատրաստությունը տեղի պիտի ունենա վերջնական ատյանի ժամանակ եւ ամեն բան կարգի պիտի բերվի Քրիստոսի հետ միասին։ Եվ այս ճշմարտությունը հաստատում է դարձյալ Պողոս առաքյալը Եփեսացիս 5-րդ գլուխ 25-ից 27 համարների մեջ։ Եփեսացիս 5 25-ից 27։ Այրեր, սիրեցեք ձեր կիները, ինչպես Քրիստոս ալ սիրեց եկեղեցին ու իր անձը մատնեց անոր համար, որպեսի զանիկա ինչ անի սրբե, մաքրե, ավազանի ջրով եւ խոսքով, որպեսի ինքն իր դեմ փառավոր կեցնե, մաքուր, ամբից կանգնացնի, որ արատմը կամ ախտեղություն կամ ուրիշ ասոնցպես բանմը չունենա, հապա սուրբ ու անարատ լինա։ Կարծես մենք Քրիստոսի ատյանի առջև պիտի պատրաստվենք, մաքուր այդ հանդերձները, այդ բեհեզները պիտի հագնենք, որպեսի Քրիստոս իր հարսը տանի եւ Հայր Աստծո առջև ներկայացնի։ Մենք մեր հայկական հարսանիքներում միշտ այս պատրաստությունները նախապես անում ենք։ Եվ գրեթե բոլոր հարսանիքները, մանավանդ մեծ հարսանիքները, ամեն բան կարգի են դնում դեռ 1, 2, 3 ամիս, մինչև անգամ 1 տարի առաջ ամեն բան կարգի են դնում։ Ուրեմն տեսնում ենք, որ Քրիստոսի ատյանը եւ ինչպես որ սրանից առաջ էլ ասել էինք, օդի մեջ պիտի լինի։ Բոլոր արդարները եւ բոլոր հարուցյալ մարմիններով բոլոր ժողովուրդը, ովքեր որ Քրիստոսին են պատկանում, հանդիպում պիտի ունենանք Տիրոջ հետ։ Եվ սա բացառապես Տիրոջ զավակների համար է։ Այնտեղ դատապարտություն չկա։ Այնտեղ միայն Քրիստոսի սերը կա, այնտեղ միայն ընտանեկան համախմբում կա, որտեղ որ հավիտյանս հավիտենից Տիրոջ հետ պիտի անցկացնենք։ Ուրեմն այս միտքը ունենալով, սիրելիներ, միշտ պարտավոր ենք այստեղ, այս երկրի վրա պատրաստվել ատյանի համար։ Կարդում ենք առաջի Հովանու 2-րդ գլուխ 28 համար, առաջի Հովանու 2-րդ գլուխ 28 համար։ Ու հիմա որդյակներ, անոր մեջ կեցեք, Քրիստոսի մեջ մնացեք, որպեսի երբ անիկա հայտնվի, մենք համարձակություն ունենանք ու անկե չամանչենք իր գալու ժամանակ։ Չամանչենք, այլ ուրախությամբ, համարձակությամբ Տիրոջ առջև գնալ։ Ուրեմն ինչի համար է այս ատյանը, նախ պատրաստություն գառնուկի հարսանիքին, ինչպես որ ցանկացած հարսանիք, եւ այդ ատյանի առջև ամեն մեկը իր արածների փոխարենը պիտի առնե, ինչ որ գործել է թե բարի եւ թե չար։ 2 Կորինթացիս 5:10։ Բոլոր հավատացյալները պիտի կանգնեն այդ ատյանի առջև։ Անկարելի է, որ մի հավատացյալ խույս տա։ Բոլորը, որ մեռան, ինչպես կարդացինք, մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, դրանից հետո դատաստան։ Տերը ունի իր դատաստանները այս երկրի վրա եւ Տերը ունի իր սուրբ եւ արդար դատաստանները այս կյանքից հետո։ Մարդը, որ կարծում է ուտենք, խմենք, վաղը պիտի մեռնենք, գնանք եւ վերջ, ոչ սիրելիներ, ոչ երբեք։ Դեռ կյանքը նոր է սկսվում, ինչ վերջ։ Քո ամբողջ հավիտենականությունը դեռ քո առջև է։ Ուրեմն, եթե այս առիթը չօգտագործես, եթե չափ աշխարհես, այլևս երկրորդ առիթ աչքերդ փակեցիր, չես ունենալու։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 10-ից 15 համարների մեջ արդեն խոսում է Տերը մեր շինության, այսինքն մեր շինանյութի կամ մատերիալի մասին։ Եվ այդտեղ տեսնում ենք 6 տեսակի շինանյութեր կամ մատերիալներ, եթե ասենք, ուրեմն Քրիստոս որպես հիմքը, մեր հավատքի հիմքը, եւ մենք այդ հավատքի վրա կառուցում ենք մեր կարծես հավատքի շենքերը։ Ինչ կա այնտեղ, ոսկի, արծաթ, պատվական քարեր եւ փայտ, խոտ, եղեք։ Սրանք մեր գործերն են, որոնք կատարում ենք մեր ապաշխարությունից հետո։ Քանի որ հիմքը Քրիստոսն է եւ մեր հավատքը կառուցում ենք այդ հիմքի վրա։ Ուրեմն մեր գործի կամ ծառայության շարժառիթը խիստ կարևոր է, սիրելիներ։
խիստ կարևոր է Տիրոջ առջև։ Ամեն մեկս պետք է մենք մեզ հարց տանք, ինչու համար եմ սա կատարում։ Արդյոք սա անելով Տիրոջն եմ հաճելի լինում, թե մարդկանց գովասանքին ստանալու, մարդկանց գովասանքի ապրեսին ստանալու համար եմ անում։ Կամ իմ անձի շահն եմ փնտրում, թե Տիրոջը փառավորելու հետևից եմ, որ Տերը փառավորվի իմ միջոցով։ Արդյոք ես իմ դիմացինիս ինձանից լավը սեփում եմ որպես քրիստոնյա։ Տեր Հիսուսը այդպես արեց։ Քրիստոս ամեն մեկից իր անձից լավը համարեց։ Դրա մասին կարող եք գտնել Փիլիպպեցիս 2-րդ գլուխ 3-րդ համարի մեջ։ Մեկս մեկ ձեր անձեն լավ սեպեցեք։ Լավը համարիր։ Երբ որ ես դիմացինիս իմ անձից ավելի ցածր եմ տեսնում, այդտեղ է որ սատանան հարձակվում է։ Երբ որ դիմացինիս իմ անձից լավն եմ համարում եւ լավն եմ տեսնում, մի քիչ ավելի բարձր եմ տեսնում, նայած թե ինչ աչքերով կտեսնես։ Այդ ժամանակ է որ Քրիստոսի սերն է թագավորում մարդու մեջ։ Ուրեմն մենք մարդկային բնությունով կամա թե ակամա բոլորիս համար էլ այս վտանգը կա, որ ուրիշներին երևալու համար ծառայենք կամ մարդահաճոների պես լինենք։ Բայց խոսքը հստակ է ասում Կողոսացիս 3-րդ գլուխ 23 համար։ Ինչ որ անում եք, Տիրոջը արեք եւ ոչ թե մարդկանց։ Սրտանց արեք եւ Տիրոջ համար արեք։ Ինչ որ կնեք, սրտանց արեք, որպես թե Տիրոջը եւ ոչ թե մարդկանց։ Ուրեմն, սիրելիներ, որտեղ ինչ որ անում ենք, առանձին լինես, թե մարդկանց մեջ լինես, միշտ այս միտքը ունեցիր, որ Տերը տեսնում է գործերդ եւ ինքն է վարձահատույց լինողը քո գործերի համար։ Կպատմվի, որ մի հեթանոս ճարտարապետի քանդակագործի տալիս են, որ մի կուրքի արձան կառուցի եւ այս քանդակագործը աշխատում է այնպիսի ջանասիրաբար, թե ետևի մասը, արձանի ետևի մասը, որ պատին պետք է կպնի, որ ոչ մեկ չի տեսնելու, թե նույն ջանասիրաբար աշխատում է արջևի մասի համար։ Եվ գալիս են իրեն ասում են, ինչու համար այսքան ջանասիրաբար ես աշխատում ետևի հատվածի համար, որովհետև պատին է կպնելու, չեն տեսնելու ոչ մեկ։ Ասում է, որովհետև Աստվածները մեզ տեսնում են։ Ուրեմն արժի մի քիչ սովորել այս օրինակից։ Մեր Աստվածը քնող եւ ամենատես Աստված է մեր կատարած գործերի համար։ Եթե մի բան ես անում, կողքդ եթե մարդ էլ չկա, եթե Տիրոջ համար ես անում, Տերը պիտի վարձահատույց լինի քեզ։ Ուրեմն ինչի համար ենք մենք Տիրոջ առջև կանգնելու մեր գործերի համար։ Երկրորդ, Քրիստոսի ատյանի առջև քննության պիտի անցնի մեր խոսքերը։ Ախ այս լեզուն, մեր խոսքերը։ Մատթեոս 12-րդ գլուխ 36 համարի մեջ այսպես են կարդում, Մատթեոս 12:36։ Բայց ձեզ կսեմ, Տեր Հիսուսի խոսքերն են, թե ամեն դատարկ խոսքի համար զոր մարդիկ կխոսին, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Ուրեմն մեր գործերը, մեր խոսքերը Տիրոջ կրակի միջով պիտի քննության անցկացնենք։ Դատարկ խոսք ինչ է նշանակում։ Դատարկ խոսք նշանակում է անշահ, անօգուտ եւ շատ անգամ էլ վնաս հասցնող եւ վիրավորող արտահայտություններ։ Երբեմն մինչև անգամ հավատացյալների կատակները իբր թե ուրախ պահեր համարելով դառը հետևանքներ են թողում լսողներին եւ երբեմն էլ գայթակղության պատճառ լինում ուրիշների համար։ Սիրելիներ, շատ զգույշ պետք է լինենք եւ շատ նրբանկատ պետք է լինենք, թե մեր բերանից ինչպիսի խոսքեր են ելնում։ Ամեն դատարկ խոսքի համար հաշիվ պիտի պահանջի Տերը։ Հակոբոս 3-րդ գլուխ 5-6 համարների մեջ այսպես են կարդում, Հակոբոս 3:5-6։ Այսպես ալ լեզուն պստիկ անդամն է
բայց մեծ բաներ կխոսի։ Ահա քիչ մը կրակը որ չափ բան բոցի կուտա, լեզունալ կրակ է։ Անիրավության տիեզերք, ոչ թե անիրավ է, ոչ թե սխալ է լեզուն, այլ անիրավության տիեզերք։ Լեզուն մեր անդամների մեջ այնպես դրված է, որ բոլոր մարմինը կապականե եւ բնության շրջանը կբռնկեցնե ու ինք գեհյանեն կբռնվի, դժողքից կգա։ Լեզվի գծածը չի լավանում։ Ուրեմն շատ զգուշ պետք է լինենք եւ Պողոս առաքյալը դարձյալ հորդորում է Կողոսացիս 3:6-ի մեջ. ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով, թե աղով, որպես թե աղով համովցած լինի ու գիտենաք, թե ինչպես ամեն մեկին պատասխան տալ։ Շնորհքով։ Դարձյալ Եփեսացիս 5-րդ գլուխ 4-րդ համար։ Եփեսացիս 5:4 Եվ գարշելի բաներ կամ հիմարական խոսքեր կամ խեղ կատակություն, որ չի վայելեր, այլ մանավանդ գոհություն։ Սիրելիներ, միգուցե մտածես, բա ինչ պիտի անենք։ Մի կտոր այդ հումորն է մնացել կամ մի փոքր այդ հումորն է մնացել, դա էլ չանենք։ Արա, բայց շնորհքին հումորներ արա։ Տերը երբեք հաճույք չի առնում հոգևոր կատակներ, երբ որ անում ենք երկնքի դեմ, հրեշտակների դեմ, այսինչ հրեշտակը այսինչի մոտ մտավ, Պետրոսը այսինչ արեց, այնինչ արեց, շատ զգուշ լինենք։ Քրիստոսի սիրով խնդրում եմ, ինձանից սկսած եւ հորդորում եմ յուրաքանչյուրիս։ Շատ զգուշ լինենք մեր կատակների մեջ, մեր խոսակցությունների մեջ։ Միգուցե եկչախմբի մեջ ես, միգուցե մեկին այդ օրը մի սուր կատակ արեցիր։ Հաշվի պիտի առնես իր տարիքը, իր մեծ լինելը, իր փոքր լինելը, որպեսի գայթակղության պատճառ չլինես։ Միգուցե ուրիշ ծառայության խմբի մեջ ես, մանուկների ծառայության մեջ ես, կամ որպես եկեղեցու անդամ։ Ուրեմն ամեն բան հաշվի պիտի առնենք եւ թող մեր խոսքը, մեր աղոթքը այս լինի, որ Տեր ինչ որ խոսում եմ, թող շնորհքով, աղով համովցած լինի, որպեսի ճիշտ ժամանակին պատասխան տամ։ Ուրեմն Քրիստոսի ատյանի առջև նաև պիտի կանգնենք մեր խորհուրդների համար։ Գործերը, խոսքերը եւ խորհուրդները։ Նորից ետ գնանք, կարդանք Առաջի Կորինթացիս 4-րդ գլուխ 5 համարը։ Էսա վերջացնում եմ։ Առաջի Կորինթացիս 4:5։ Ուրեմն ժամանակից առաջ դատաստան մի արեք, մինչև գա Տերը, որ խավարի գաղտնիքը լույսի պիտի հանե եւ սրտերի խորհուրդները հայտնի պիտի անե եւ այն ատեն ամեն մեկի գնահատությունը Աստծո պիտի լինի։ Խավարի գործեր, այն բաները, որ մենակ դու ես անում, այն սենյակի մեջ, որտեղ որ մեղք ես արտադրում, այն սենյակը, որտեղ որ միայն դու կարող ես մուտք գործել եւ ամենատես Աստծո աչքի առջև ես եւ Տերը գիտի քո երիկամունքները քննող Աստված ինքն է։ Ուրեմն որտեղ որ ծնունդ է առնում մեր խորհուրդները, մեր արարքները, ինչպես ասացինք, սատանան մռնչացող առյուծի պես մեր չորս կողմն է պտտվում եւ միշտ սպասում է իր կրակոտ նետերը, այսպես լարած, սպասում է, որպեսի մեզ իր ծուղակը գցի, փորձության մեջ գցի։ Եվ ինչպես որ Տեր Հիսուսին փորձության անապատի մեջ մոտեցավ սատանան եւ Տերը ինչ արեց, խոսքով հանդիմանեց։ Ուրեմն կարևոր է, որ մենք Աստծո խոսքի մեջ մնանք։ Կարևոր է, որ մենք ամեն օր Աստծո խոսքը կարդանք, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին պատասխան տանք։ Փիլիպեցիս 4-րդ գլուխ 7-8 համարներ։ Փիլիպեցիս 4-րդ գլուխ 7-ից 8 համարներ։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքեր վեր է, ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանե։ Եթե մնանք Քրիստոսի մեջ, Աստծո խաղաղությունը պիտի պահպանի մեզ։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով,
ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ ինչ գովություն որ կա, անոնց մասին խորեցեք։ Աստծո խոսքի մասին պիտի խորենք։ Պողոսացիս 3-րդ գլուխ առաջին համարների մեջ ասում է, եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ինչ արեք, վերին բաները մտածեցեք։ Օրվա մեջ մենք քանի անգամ ենք երկնքի մասին մտածում։ Օրվա մեջ մենք մեր զբաղ վիճակների մեջ քանի անգամ ենք Տիրոջ մասին մտածում։ Քանի ժամն ենք Տիրոջը ժամանակ տալիս կամ քանի րոպեն։ Ուրեմն կարևոր է սիրելիներ, եւ այսօր այս մեր աղոթքը թող սա լինի Սաղմոս 19:14-ի մեջ բերանից խոսքերը ու սրտիս խորհուրդները քո առջևդ ընդունելի լինեն, ով իմ Տերս ու Փրկիչս։ Սիրելիներ, հայտնության մեջ մոտ 5 անգամներ կարդում ենք, որ Տերը ասում է. «Ահա ես շուտով պիտի գամ»։ Ահա ես շուտով պիտի գամ։ Այս արտահայտությունը գեղեցիկ եւ ցնծություն պիտի բերի մեր մեջ։ Գեղեցկություն պիտի բերի մեր մեջ եւ ամեն օր պատրաստվելու առիթ պիտի տա, որպեսզի կարողանանք Տիրոջը պատրաստ դիմավորենք եւ քննության պիտի ենթարկվեն ինչերը, մեր գործերը, մեր խոսքերը եւ մեր խորհուրդները։ Ուրեմն մենք ունենք առավոտյան պայծառ աստղը։ Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Թող Տերը օրհնի մեզ եւ այսպես մեր աչքերը միշտ շարունակենք երկինք պարզած Տիրոջը սպասենք մինչև իր հրաշափառ գալուստը։ Տերը օրհնի մեզ։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք եւ խնդրենք Արմեն եղբորը առջև գա իր վերջին աղոթքով վերջացնենք։ Երկնավոր Հայր, մեր Տեր Աստված, սրտանց փառք տալիս եւ խորհում ենք քեզանից Հայր։ Տեր շնորհակալ ենք քո սրբազան խոսքի համար, Տեր, որով ես մեկ անգամ ևս սթափեցնում եմ Հայր։ Տեր օգնիր մեզ, որ քաջ գիտակցենք, Հայր, որ բոլորս քո առջև ենք գալու Հայր, եւ մեր ապրած կյանքի եւ մեր կատարած գործերի համար առջև գալու պատասխան ունենալու Հայր։ Տեր խնդրում եմ օգնիր այն գիտակցությունը դուր մեզ, որ կարողանանք մեզ կողքից ներով հասկանանք որտեղ ենք գտնվում, որքանով ենք հավատքի կյանքով ապրում եւ քո փառքի նշած Տեր, որտեղ ամեն բան քեզնով, քեզանից եւ քո համար Հայր, օգնիր, որ այս տիպը հասկանալով Տեր, ապրենք սուրբ եւ բարեպաշտ կյանքով քո փառքի համար։ Տեր օգնիր որտեղ Տեր, օգնիր յուրաքանչյուրիս Հայր եւ մեծ մխաղության բացակից Տերին, թող քո անունը փառավորվի յուրաքանչյուրիս կյանքում այսօր եւ հավիտյանս հավիտենից ամեն։